Տիկին Մանուկյան, ձեր թեկնածության վերաբերյալ կարծես թե իշխող ուժի մոտ ավելի շատ դրական կարծիք է ձևավորել, քան Հայկ Ֆարմանյանի, նախ սրան ինչպես եք վերաբերում եւ կարծես թե հակված են ձեզ ընտրելու։ Անձով էր պայմանավորված, թե ամեն դեպքում դուք կարծում եք դա քաղաքական խմբակցության որոշումներ։ Անկեղծ ասած, խոսքս առհասարակ ելույթը սկսել էի տարակուսանքով, պարոն Ֆարմանյանի նման պրոֆեսիոնալի այդ պաշտոնում չընտրելու համար, ինչով է պայմանավորված իմ անձի նկատմամբ խանդավառությունը, անկեղծ ասած չգիտեմ, մի քիչ սկսում եմ վտանգներ զգալ, կամ իրենք լավ չեն պատկերացնում, որ անձերից չի կախված հանձնաժողովում աշխատանքը, հանձնաժողովում աշխատանքի իրենից ենթադրում է վերահսկողական ֆունկցիա պետական բյուջեի նկատմամբ, անկախ նրանից ով կլինի մեր ֆրակցիայից, աշխատանքը արվելու է պլյուս մինուս նույն ձևով, չեմ կարող։ Խիստ նախագահող եք լինելու, եթե ընտրվեք։ Լինելու եմ այնպիսին, ինչպիսին եղել եմ վերջին տարիների ընթացքում, քանի որ շատ խոսվեց նրա մասին, որ երկար տարիների ֆինանսական թիմեր ղեկավարելու փորձ ունեմ, պլյուս մինուս նույն կերպ եմ աշխատելու, այդ խստությունը ինքնանպատակ չէ, ավելի շատ պահանջկոտ ու հետևողական, քան խիստ։ Տիկին Մանուկյան, կներեք, դուք տեսեցիք ձեր արդեն քննադատություններից մեկն էլ այն մասնագիտական, որ բյուջեի օրինակ կառուցվածքին չեք տիրապետում, չեք կարողանալու դեռևս այս փուլում հարցերին պատասխանել այդ առնչությամբ, որպես ոչ ոլորտային այսպես մարդ, որը ընկալում եք հպնդես, դուք ինչպես եք փորձելու այդ փորձը վերցնել եւ ընդհանրապես կիրառել, արդյոք այս դեպքում ինչպես ԿՊՆ համոզված պնդում Ֆարմանյանն է ձեզ օգնելու։ Տեսեք, քննադատություններ բնականաբար պիտի հնչեն, դա կարծում եմ օրինաչափ է, ինչ վերաբերում է իրենց գնահատականներին, մասնագիտական գիտելիքներին, թույլ տվեք դրան շատ վերապահումով մոտենալ, հիշեցնում եմ ես մասնավոր ընկերություններից եմ եկել ու պարտավոր չեմ իմանալ պետական բյուջեի հազարավոր տողերը ու մենք ֆինանսների նախարար չենք ընտրում, մենք ընտրում ենք հանձնաժողովը համակարգող մարդ, իսկ ֆինանսական մենեջմենտի փորձ վստահեցնում եմ ձեզ ես ունեմ։ Տիկին Մանուկյան, տեսեք, երբ որ քաղաքացիական պայմանագրի առանձին ներկայացուցիչներ, օրինակ քննադատապար են մոտենում, ասում են օրինակ ոլորտից հեռու եք, ոչ միայն դուք օրինակ նաև մյուս տեխնացուներ եմ ասում, օրինակ ձեր մոտ հարց չի առաջանում, իրենց տեխնացուները ինչքանով են մոտիկ, օրինակ Լուսինե Բադալյանը եւ առողջապահության նախարարությունը եւ առողջապահության ոլորտը ինչքանով են մոտիկ, այսինքն օրինակ հաշվեն առել, որ Լուսինե Բադալյանը մեկ-մեկ եղել է բժշկական համալսարանում։ Անկեղծ ասած չգիտեմ ինչ սկզբունքով են ընտրվել իրենց տեխնացուները եւ ինչպես են գնահատում նրանց մասնագիտական որակները, իմ մասնագիտական որակները գնահատելուց ինձ ասել, որ ես ոլորտից հեռու եմ այն դեպքում, որ ես ունեմ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ու տասնյակ որակավորման վկայականներ, մեղմ ասած լուրջ չի։ Իսկ Տիկին Մանուկյան, տեսեք, նախ Ծովինար Վարդանյանը ձեզ նեցուկ եղավ, ինչքանով իր նեցուկ լինելու կարիքը դուք ունեք, թե ոչ, եւ հաջորդ հարցը ԿՊԱ-ականներ այսպես կարմիր թելի նման բան էին անում, որ դուք ոչ միայն բյուջեի կառուցվածքը չգիտեք, այլ ավելի անկեղծ էիք, քան Ֆարմանյանը, համեմատություններ էին այսպես անում, այդ համեմատության մասին ինչ ասեք։ Տեսեք, ես արդեն ասացի, այն ինչ իրենք փորձում են երեկվանից անել, այդ մանիպուլյացիաները ակնհայտ է, փորձել տեխնացուներին որակել մեկին ավելի անկեղծ, մյուսին ոչ այնքան անկեղծ, դա կարծում եմ իրենց քաղաքական դիրքորոշումներ են, մեզ հետ ոչ մի կապ չունի, մեր ֆրակցիան բոլորը նույն սկզբունքները, նույն արժեհամակարգը ունեն, ինչ վերաբերում է Տիկին Ծովինար Վարդանյանի կամ որևէ մեկի աջակցությանը, ես կարծում եմ ես նման չեմ կնոջ, որը ինչ որ մեկի աջակցության կարիք ունի, ինքս եմ աջակցում հազարավոր կանանց, շնորհակալ եմ։